1969 թվականներ, երբ Ապոլո 11 Մոն Լանդինգ առաքելությունը առաջին անգամ մարդկանց հասցրեց լուսին, այդ օրը պատմության մեջ փոխվեց ամեն ինչ, մարդը առաջին անգամ կանգնեց մեկ այլ երկնային մարմնի վրա, բայց հենց այդ պահից հետո սկսեցին առաջանալ տարօրինակ հարցեր, երբ գիտնականները ուսումնասիրում էին լուսնի լուսանկարները, որոշ մարդիկ պնդում էին, որ այնտեղ տեսնում են ինչ-որ անսովոր բաներ, ուղիղ գծեր, ստվերներ, որոնք նման էին կառուցվածքների, նույնիսկ քաղաքի մնացորդների, սակայն ՆԱՍԱ-ն միշտ տվել է նույն բացատրությունը, դա պարզապես լուսնի անկյունների, ստվերների և քարային մակերեսի խաղ է, բայց մարդիկ միշտ չէ, որ հեշտ են հավատում պարզ բացատրություններին, հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, մարդու ուղեղը շատ հաճախ փորձում է պատահական ձևերի մեջ իմաստ գտնել, երբ մենք նայում ենք ամպերին ու տեսնում դեմքեր կամ կենդանիներ, իրականում դա մեր ուղեղի հնարքն է, գիտության մեջ դա կոչվում է պարեիդոլիա, այսինքն հնարավոր է, որ լուսնի վրա քաղաք տեսնելը պարզապես մեր ընկալման արդյունք է, բայց պատմությունը այստեղ չի ավարտվում։ Տարիների ընթացքում սկսեցին ի հայտ գալ իրական ծրագրեր, որոնք արդեն խոսում էին ոչ թե երևակայության, այլ իրական հնարավորությունների մասին։ ՆԱՍԱ-ն հայտարարեց իր նոր մեծ ծրագրի մասին՝ Արթեմիս, նպատակն էր կրկին մարդ ուղարկել լուսին և այս անգամ ոչ միայն այցելելու, այլ մնալու համար։ Գիտնականները սկսեցին քննարկել մի գաղափար, որը նախկինում գիտաֆանտաստիկա էր թվում՝ լուսնի վրա մշտական բազա կառուցել։ Դա պետք է լիներ մի փոքր բնակավայր լուսնի վրա, որտեղ տարբեր երկրների գիտնականները կարող էին միասին աշխատել, այսինքն առաջին քաղաքի գաղափարը արդեն սկսում էր ձևավորվել ոչ թե ֆիլմերում, այլ իրական նախագծերում, բայց երբ խոսում ենք ապագայի մասին, անհնար է չհիշել Էլոն Մուսկին։ Նրա հիմնած SpaceX ընկերությունը ստեղծել է նոր սերնդի տիեզերանավ, որը նախատեսված է մարդկանց և բեռների տեղափոխման համար դեպի լուսին և Մարս։ Այս տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նաև ՆԱՍԱ-ի ծրագրերում, ապագա լուսնային առաքելությունների համար։